Եվրո Եվրո 2000, ահա։ Թեմաներ ատան։ Գևորգ Ղազարյանը խաղում է Եվրո 2000։ Ժամանակը գնաց։ Ինչը 2000 թվականի Նիդերլանդերի եւ Բելգիայի կազմակերպած Եվրոյում եղավ առաջին անգամ պատմության մեջ։ Չգիտեմ։ Եվրոն կազմակերպեց ավելի քան 1 երկիր։ Ոսկե գնդակի կրկնակի դափնեկիր, որ նախկին ֆուտբոլիստ էր Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը Եվրո 2000-ում։ Արագ, Գևորգ, արագ։ Քևին Քիգանը ձախողած Եվրոյում Գերմանիայի հավաքականի 3 դարպասապահներն էին Յենս Լեմանը, Հանս Յորկ Բուտը եւ Օլիվեր Կանը։ Ճիշտ է, հենց այդ ավագի առաջնորդությամբ Ռումինիայի հավաքականն աղմկեց խմբային փուլում եւ թիկունքում թողեց Անգլիային ու Գերմանիային։ Հաջի։ Ճիշտ է, Գեորգի Հաջի, Պորտուգալիայի հետ կիսաեզրափակչի լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ, հենց նա դիպուկ իրացրած 11 մետրանոցով հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականին։ Արագ։ Ֆանրի չգիտեմ։ Ոչ, Զինեդին Զիդանը Եվրո 2000-ում Իտալիայի հավաքականի 10 համարն Ալեսանդրո Դել Պիերոն էր, իսկ որ համարով էր խաղում Ֆրանչեսկո Տոտին։ 11 11 Ոչ 20 Նորվեգիայի հավաքականի այդ կիսապաշտպանը որպես մարզիչ 2010 Ստոլբակեն եւ վերջին 8-րդ հարցը քեզ համար հասցնում եմ ընթերցել Գևորգ, որ համարի մարզաշապիկով Ռաուլը մասնակցեց Եվրո 2000-ի։ 7 Ոչ, այ հիմա պետք էր ասել 10-ը։ 10 համարով էր խաղում Ռաուլը։ Ասում թեմաներ է ստանում, Գև, դրա Դե համար եմ էդի ասում։ միակ տակտիկան է այստեղ։ Գևորգ, ես Արագության վրա շնորհավորում եմ։ ես։ Դու Ինչ գերազանցեցիր թեմաներ ա ինքդ քեզ, որովհետեւ երկու միավոր վաստակեցիր։